Ես քրիստոնյա եմ, կիսուրենքս բուդդիստ են, քայցենը կրոնի չի հարում, թեոիս ունենալուց հետո ես եկել եմ տուն, հենց զուգարան եմ մաքրել, շավելով բան ասեց։ Զարա ջան, ելնելով քո YouTube-յան ալիքի մեկնաբանություններից, մենք 10 պրովոկացիոն հարց ենք կազմել ու ուզում ենք քեզ տանք, որպեսզի հատիկ չպատասխանես քո հետևորդներին, քո շատ սիրել հետևորդներին, միանգամից գեղեցիկ 10 հարց ենք կազմել, որ վիդեոյի տեսքով պատասխանես։ Պատրաստ ես։ Բայց խի պրովոկացիոն։ Դե պրովոկացիոն է։ Առաջին հարցը։ Երբ առաջին անգամ մտար Քայթյանենց տուն, քեզ զգացիր հյուր, թե արդեն հարս։ Առաջին 5 ժամը ինձ զգացել եմ որպես չսպասված հյուր։ Օտար։ Օտար չսպասված հյուր։ Այդ առաջին 5 ժամը բայց։ Հետո 5 ժամից հետո ինձ զգացել եմ ինչպես տանը։ Հա, հարսի կարգավիճակ երբեք չի եղել։ Հարս ասվածը։ Չէ, դա հարսի կարգավիճակը մինչև հիմա է այտենց, բայց Չէ, որ քեզ հենց հարս վերաբերվեն։ Դու գիտես Հայաստանում հարսներին ոնց են վերաբերվում։ Հա, տենց։ Դե ոնց ասեմ, քանի որ չինացիները հարսներին տենց չեն վերաբերվում, ուրիշ ձև են վերաբերվում։ Ես մինչև հիմա էլ զգում եմ չինական հարսի կարգավիճակում։ Ահա։ Երկրորդ հարցը։ Եղել է պահ, որ հասկացար քեզ չեն ընդունում այնպեսին, ինչպեսին կան եւ ցանկանան փոխել։ Չէ, ինձ միշտ ընդունել են նենց ոնց որ ես կամ ես չեմ զգացել տենց բան, բայց ժամանակի ընթացքում ես փոխվել եմ։ Ես ինքս ոչ թե Իսկ ստիպողաբար ինչպեսին էիր առաջ ու ոնց դարձար իրանց տուն մտնելուց հետո։ Առաջ շատ կաշկանդված էի, ինքնամփոփ էի, հա, չխոսկանեի, չգիտեմ, չշփվեի, ամաչկոտ էի, լավ, ցենց ասեմ, բայց Քայթյանի հետ շփվելուց հետո ես դարձել եմ այն ինչ կամ հիմա, ոնց տեսնում եք։ Որն էր այն առաջին բանը, որ տեսար կամ ապրեցիր ու հասկացար սա հեշտ չի լինելու։ Բնականաբար լեզուն, որովհետև առաջին հայացքից չինարենը հեշտ չի, ճիշտ է, դժվար է, առաջին հայացքից չինարենը միշտ էլ դժվար է ասվածել, բայց այդ ուղղակի իլյուզիա է, իրականում չինարենը ավելի հեշտ է, քան այլ լեզուները, եթե գրավոր չի, եթե բանավոր է։ Հա, գրավորը դժվար է, որովհետև հիշելու վրա է, բայց օրինակ եթե համեմատենք հայերենի կամ ռուսերենի հետ, չինարենի բանավորը բավականին հեշտ է։ Օրինակ եթե մենք պետք է ասենք էսի, չգիտեմ, մանդարին, չինացիք կասենք ծյուծը, ավելի կարճ է, ծյուծը։ Էսի կասենք օրինակ, չգիտեմ, յաբլոկը, Յաբլոկը։ Խնձոր։ Խնձորում ճիշտ է։ Չինացիք կասեն փինգո։ Լեզուն է եղել, հետո ուտելիքն է եղել, որովհետև կոնկրետ մեր շրջանում բանա ուտելիքների համեմունքները շատ ծանր է։ Այսինքն սոուսների համը մի քիչ շատ ուժեղ է ու իմ համար շատ դժվար է։ Բացի մռուց, մենք կարանք դե հայերս ենք, բայց իրանք ունեն, ասենք, մենք ունենք բան, չէ՞, չորնի բերեց, գլուլ բերեցը, իրանք ունեն այդ գլուլ բերեցի մի այլ տեսակ, որի հոծը շատ ուժեղ է։ Սկզբից իմ համար էդի տհաճ էր, հետո դարձավ անուշ, ու սկսեցի հարմարվել է։ Մի խոսքով լեզուներ, ուտելիքներ, հետո սեղանից օգտվելու ձևներ, որը մենք սովոր ենք, որ մենք նստում ենք, մեր դիմացը կա ափսե, կա պատառաքաղ, ընդհանուր ամանի մեջ կա գդալ, որից լսնում ենք ու ուտում ենք, չէ՞։ Իսկ Չինաստանում մենք նայած ինչ ենք ուտում, եթե մենք ուտում ենք բրինձ, ունենք սենց մի աման բրինձ ու լիքը ուտեսների տեսակներ։ Ու մենք բոլորս մեր փայտիկներով այդ ուտեսներից դնում ենք մեր բրինձի վրա ու ուտում ենք։ Նախ այդ փայտիկներ սովորելն էր մեզ պետք, հետո հոգեբանորեն պետք է հարմարվել, որ մենք կարանք բոլորս այդ փայտիկներով մտնենք, ասենք, ուտելիքի մեջ ու էդի նորմալ է։ Ճիշտ է, շատ մեծ միջավայրում այդպես չի, բայց մեր ընտանիքի մեջ ու տենց է, պետք է բոլորով մտնում ենք, հա, իմ համար մեկը պետք է, քանի որ ես ինքս եղել եմ այնպիսի մարդ, որ իմ բաժակից ուրիշ մեկը չի կարող խմի, ես շատ դժվար էր ինձ հարմարվել, որ մենք փայտիկներով կարանք մտնենք այդ ափսեի մեջ ու ընդհանուր վերցնենք։ Էդի էր բանը, բայց այս ժամանակի ընթացքում դրան էլ հարմարվեցի, որովհետև այդպես պահանջում էր կյանքը ու ես ընտրել եմ այդ ճանապարհը։ Հա, քանի որ իրանք կոնկրետ Քայթյանը իմ համար ավելի շատ զողողությունների ա գնացել, ավելի շատ
ջանք ա ներդրել, քան ես էլ իմ կողմից դրան պետք է հարմարվեի, էլի։ Այդ էր հետո ամենաբարդ բանը, որ եղել է Չինաստանում իմ համար, դա հարազատներին դիմելն է։ Եթե մենք Հայաստանում կմտնենք, կասենք, բարև ձեզ, ոնց է, բոլորին բարև ձեզ, Չինաստանում մենք մտնում ենք մարդկանց տունը 6 հոգի կա, 6 հոգուն է իր տիտուլով պետք է դիմենք։ Օրինակ, եղբայր բարև, մորքուր բարև, հոպար բարև, մեծ հոպար բարև, փոքր հոպար բարև, պետք է իմանանք ով է, էլի։ Այդ ամենադժվարն է իմ համար, որտեղ դա մենակ տանը չի, դա դրսում գալիս են մեր կրուպում հավաքված են, օրինակ եղել, ես պետք է իրանց բոլորին հատիկ բարևեմ, եթե ես իրանց տիտուլով չդիմեմ, դա անհարգանքի նշան է Չինաստանում։ Ու այդ իմ համար բարդ էր, բայց ես ժամանակի ընթացքում էլի հարմարվեցի։ Լսում եմ։ Քեզ երբևէ զգացնել տվել են, որ դու պետք է ավելի շատ հարմարվես, քան իրենք։ Որ ասեն դու հայ ես, օտար ես, պետք է դու հարմարվես, եկել ես Չինաստան, չինացիներ։ Չինաստան, հա, ոնց մենք ասենք, նենց պետք է անես։ Ու վերջ, այդ կանը, չի եղել։ Հակառակը միշտ իրանք են հարմարվել, որովհետև մտածել եմ, որ ես գնացել եմ այնտեղ, ես օգնության կարիք ունեմ, ես մենակ եմ, իմ հարազատները իմ մոտ չեն, ու միշտ իրանք են ինձ հարմարվել, բայց նենցա ես նենց եմ ինձ պահել, որ այդ իրանք համար դժվար չլինի, որովհետև նույնձև ես եմ էլի հասկացել, որ կապ չունի, այդպես բան եկել ենք, ասել ենք, ստեղ որ պետք է հարմարվենք։ Եղել է ինչ-որ իրավիճակ, որ անես, հետո մտածես, սա հաստատ չինացի հարսի պահվածք չէր։ Անկեղծ ասած ես չգիտեմ չինացի հարսերը ոնց են իրանց պահում, ինչ-որ։ Չկա տենց արժի Էդի եղել է հետո, այսինքն սկզբի ընթացքում տենց չի եղել, որ ես իրանց հետ շփվեմ, բայց հետագայում եղել է ու ես հասկացել եմ, ես արդեն կայացած, որպես կայացած հայ հարս եմ եղել ու իրանց այդ չինացի հարսների պահվածքը ինձ այդքան դուր չի եկել, ես չէի ուզենա, ասենք, հարմարվել իրանց օրենքներին, էլի։ Սենց ասեմ, օրինակ երեխաներին ունենալուց հետո չինացի հարսները իրանք հանգստանում են 3 ամիս, իրանք 1 ամիս ընդհանրապես տեղաշորից դուրս չեն գալիս, իրանք մատուցում են կերակուրը, իրանք երեխաներին ընդհանրապես չեն գրկում, միայն կերակրելուց պարկած են կերակրում, ամուսինն այդ ամեն ինչ անում, նույնիսկ ասենք զուգարան գնալ, իրանք չեն գնում զուգարան, այդ ամեն ինչը տեղի ունենում կռավատի տարածքում, ընդհանրապես չեն լողանում, պետք է մենակ սրբվեն, որովհետև ընդեղ ընդունված է, որ եթե կինը երեխա է ունենում, ինքը այնքան դժվար process-ի միջով անցնում, որ իր այդ ընթացքում իր ոսկորները այդպես բացվում են ու հանկարծ մի հատ քամի այդ ամբողջ իր կյանքի ընթացքում կազմի իր առողջությանը։ Ու այդ ընթացքում այդ հարսին խնամում են կամ հատուկ տեղեր կան, հաստատություններ կան, որ ծննդաբերությունից հետո տեղափոխում են այդ տեղը մի ամիս, ճիշտ է ինքը դրա վրա պետք է գումար ծախսել շատ, ունենում են իրանց դայակները, որպեսզի իրան խնամեն կամ էլ այդ ամեն ինչով զբաղվում ամուսինը եւ կիսուր մաման հացի սարքում է, երեխային է նայում, հա, այդ ամեն ինչ անում է կիսուր մաման, հարսիկը հանգստանում է 1 ամիս միայն տեղաշորում, 3 ամիս տանը բացարձակ պետք է սառը չուտի, սառը չխմի, սառը ջուր չմտնի, գործ չանի, բաբշե ծանրություն չի կարելի, այդ ամեն ինչը ես գիտեի, բայց ես բացարձակ, ես այն որ թեորիս ունենալուց հետո ես եկել եմ տուն, հենց նույն օրը իրանք նստած են, արիներինք նստած են տանը, ես մտել եմ օրագորը զուգարան եմ մաքրել, շավելով բան ասենց, անկեղծ ասած, որովհետև հա, հայավարի, այդ չեմ արել, ես անկեղծ ասած այնտեղ հղիության ընթացքում ընդհանրապես չեն աշխատում, ասենք, այդ վերջին ամիսներին, բայց ես վերջի օրերներ տենց գնում էի թարգմանության։ Ասեմ, այդ ամեն ինչի հետևանքով իմ կիսուրը շատ տխրել էր, մտածում էին, որ այդ վատ կանտրատառնա իմ առողջությանը, նեղացել էր, մի օր են հիշում եմ լացում էր, որ ես մառոզնի եմ կերել, լիդուշներ տվել, նեղվել էր շատ, բայց ես ընթացքում այդ ամեն ինչ այդ էտապներն էլ անցանք, ուղղակի ես ասացի, որ հետո իրանք վրազ մտածում են, որ պետքա տուն առնեն ինձի, որպեսզի առանձնանամ, որտեղ չինացի հարսները չեն գնում իրենց կեսուր կեսերի հետ, ու երբ որ մենք տուն առանք, մեկը ասեցի, որ իրար հետ ենք տեղափոխվելու։ Ճիշտ է։ Ու բան այդ է եղել խնդիրը։ Եղել է պահ, որ մտածես, եթե չինացի լինեի, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։
Սկզբում եղել է, որովհետև ասում եմ լեզվին չէի տիրապետում ընդհանրապես ես Քաթյանի հետ քանի ամիսա մենակ հեռախոսով էի խոսում։ Դից իրար կողք նստում ենք, իրար դիմաց նստում ենք ու ես переводчикով էի sense շփվում։ Հա, գնաց։ Wi-Fi կտաս հա։ Ամուսնանալուց հետո մի քանի բառ գիտեի տենց։ Ասում եմ, այդ абսուրդ բան կարող է լինի, որ մարդիկ իրար չհասկանան, բայց ինքը մանավանդ այնքան համբերատար մարդ է ու ես էլ իմ կողմից համբերատարություն եմ դրսևորել, որ ստացվել է, բայց այդ լեզվի բարիերները շատ վատ էր։ Հետո այն որ ես Չինաստանում չէի կարողանում օգտվել, ասենք հասարակական տեղերից, չգիտեմ, խանութ չէի կարող մենակ գնալ, մինչև վերջերս ես ինչ անում էի, խանութ գնալ, մանիկյուր գնալ, այն գնալ, ես ամաչուն էի Քաթյանին, ասենք, գիտես, արի իրար հետ գնանք մանիկյուր անեմ, ես որովհետև ինքը մի քիչ հայի բնավորություն ունի, այդպես տեղեր չի սիրում ուղեկցել, բայց դե այլ ճար չկար, այդ էր միակ դժվարությունը։ Ինչպես ընդունեցին չինացի ընտանիքում։ Զգում էիր, որ որպես որդու ընտրություն են քեզ վերաբերվում։ Այսինքն զգամ թե ինձ որպես հարազատ են ընտրել, թե ստիպված են ընդունել։ Հա, այդ առումով չէ։ Սկզբից կարող է հնարավոր է որ իրանք դե իրանց տեղ ընտրելա, իրանք որտեղ տանտերից համաձայն չեն, ես ասեցի։ Կարող է սկզբից տենց ստիպված ընդունել են, բայց ընդամենը մի քանի օրից ես դարձա որպես հարազատ։ Ես դա լսել եմ, նես չէ որ ես դա տեսնում եմ, ես իմ կարծիքն է, բայց ես դա զգացել եմ, ես դա լսել եմ կողքից, ես հարևաններից եմ լսել, հարազատներից եմ լսել։ Այս ամբողջ ճանապարհի ընթացքում ո՞րն էր ամենամեծ դժվարությունը՝ լեզուն, մշակույթը, թե սերը։ Սամալյոտի տոմս առնելը։ Դե թանկ, ինչքան թանկ ուրիշ էր։ Այն ժամանակ թանկ էր, ես կորոնայի ժամանակ որ մենք գնացին ենք, մենք ծախսել ենք մոտավորապես մոտ 5 միլիոնի չափ դրամի շատ ծախսել ենք մենք երբ որ կորոնայի ընթացքում գնացինք, բայց հիմա Չինաստան եկան։ Հա, մենակ գնալը մենք 4-ով, բայց հիմա գնալ գալը մոտ 500,000 դրամի գարքի է։ Զարջան, կոմենտներում անընդհատ գրում են քո ու Քայթյանի կրոնի վերաբերյալ, որ տարբեր կրոնների եք հարում, դու քրիստոնյա ես, իսկ Քայթյանը արդեն դուք ասես Քայթյանը։ Սենց ասեմ, ես քրիստոնյա եմ, կիսուրենքս բուդդիստ են, Քայթյանը կրոնի չի հարում, ոչ մի, ուղղակի հավատում է Աստծուն, բայց դա մեզ չի խանգարել երբեք, որովհետև իրանք ինձ չեն ստեպել ինչ-որ բան անեմ, իրանց արարողությունների մասնակցեմ, կամ ընդհանրապես իրանք արարողություններ չեն էլ անում, հազվագյուտ նոր տարուց նոր տարի, հետո իրանք երբեք չեն ասել, որ դու էլ արա, դու էլ մասնակցի։ Ես էլ փորձում եմ ամեն ձև ներկայացնեմ, ասենք իմ կրոնը, իմ ուղղությունը, իմ քրիստոնյա լինելը, իրենց ներկայացնում եմ բացատրում եմ, եթե ընդունեցին, եթե չէ, իրանք չեն էլ ասենք ստիպում, որ ես հրաժարվեմ կամ ինչ-որ բան, դա մեզ երբեք չի խանգարել ու չի էլ խանգարելու, որովհետև ես հավատում եմ, որ մեր ընտանիքը Աստծու օրհնությամբ է ստեղծվել ու հաստատ ամեն ինչ լավ է լինելու։ Ճիշտ է, ես գնացել եմ իրենց խրամները, տաճարները, բայց դա որպես ոչ թե որպես երկրպագելու կամ հավատալու կամ այդտեղ ինչ-որ բանի, այլ ես գնացել եմ զուտ ճարտարապետական կառույցներ, որովհետև իմ համար շատ հետաքրքիր է, որովհետև այնտեղ կառույցներ կան, որ հազարամյակների պատմություն ունեն ու դա շատ հետաքրքիր է ինձ։ Նույն ձևի Քայթյանը եկել է, մտել է եկեղեցի, այն ժամանակ մենք միասին ենք գնացել, ինքը պահել է բոլոր կանոնները, նույնիսկ մոմա վառել, հարգել այդ ամեն ինչը, ու իմ համար շատ կարևոր է, որովհետև մենք երկուսս էլ միմյանց նկատմամբ շատ հարգանքով ենք վերաբերվում։ Իսկ երեխեքի դաստիարակության հարցում ով ավելի շատ դեր ունի, դու թե Քայթյանը։ Այս պահի դրությամբ, քանի որ ես տեղ եմ, Քայթյանը մեծ դեր ունի, բայց ինքը ամեն կերպ փորձում է, որ իմ տեղն էլ լրացնի, իմ բացակայությունը լրացնի, որովհետև բաներ կա, որ ինքը գիտի ես ոնց եմ վերաբերվում այդ դրան, օրինակ չգիտեմ, հագնվելուն, ուտելուն կամ խոսալուն, որ ես չեմ սիրում, որ այդ կերպ են խոսում, այդ տոնով են խոսում, ինքը պարտադիր ասում է, սենց մի արա, որովհետև մաման չի սիրում, սենց մի արա, որովհետև մաման կնեղվի, ինքը չի ասում մաման կճխայնա, մաման քեզ կծեծի, բայց մաման կնեղվի, մաման իրան վատ կզգա, այդ ամեն ինչը ինքը պահում է, իմ տեղը լրացնում է, դրա համար ես հանգիստ տեղ նստած եմ, բայց մեկը երեխաների կյանքում մոր ներկայությունը պարտադիր է, դրա համար ես անհամբեր սպասում, թե երբեմ հետ գնալու։ Իսկ տատիկ
պապիկը խառնվում են երեխեքի դաստիարակության հարցում։ Սենց ասեմ, քանի որ տատիկ պապիկը երեխաների խնամքի դերում հիմնական դերումն է հիմա, որովհետև քայցեն աշխատանքի բերումով լինում ապր տանը չի լինում, դրա համար իրանցից մեծ բան է կախված։ Լինում է դեպքեր, որ ես նկատում եմ երեխաների մոտ վարքի փոփոխություն կամ բառապաշարի փոփոխություն, ես փորձում եմ այդ ուղղեմ, հետո կիսուրից հետ եմ խոսում, որ կարելի է այս պահում սենց անել բան, լինում են անհամաձայնություններ, բայց մենք փորձում ենք այդ ամեն ինչը լուծել ավելի գեղեցիկ ձևով, որպեսզի հանկարծ ինչ-որ ընդհանուրներ չլինի։ Քեզ երբևէ հասկացրել էին, որ չլինեիր հայ, կյանքդ ավելի հեշտ կլիներ։ Չէ, հակառակը, ինձ թվում է ես հայ եմ, իմ կյանքը դրա համար շատ ավելի հեշտ է։ Ինչով է հեշտ։ Ասեմ, ինձ վերաբերվում են յուրահատուկ մոտեցմամբ ամեն տեղ, դա կապ չունի։ Հա, դա կապ չունի։ Տանն է, հարևանության մեջ է, հարազատների ընթացքում ընկերների շրջապատումը միշտ ինձ վերաբերվել են յուրահատուկ։ Նախ իրաց շատ հետաքրքիր եմ եղել, իրանք օտար երկրացիների հանդեպ ուրիշ հարգանք են ցուցաբերում։ Դրա համար իմ կյանքը ավելի հեշտ է, որ ես հայ եմ։ Եթե ես չինացի լինեի, կարող է ավելի դժվար լիներ, չեմ կարող ասեմ տան մեջ ոնց կնեմ, բայց հաստատ շրջապատում ավելի դժվար կլիներ, իսկ որ ես հայ եմ, իմ հանդեպ միշտ եղել են զիջողական ամեն հարցում։ Ուրիշ մոտեցում են ցույց տվել։ Իսկ մոտ 7 տարի է գնում գալիս ես Չինաստան, ապրում ես, Չէ։ Քո կարծիքով չինացիներն են ավելի խելացի, թե հայերը։ Սենց ասեմ, չասեմ խելացի, ասեմ, որ չինացիները ավելի աշխատասեր են, ավելի ձգտող են, իրանք ավելի համառ են, այդ մեկ։ Իսկ մեր հայերը ուղղակի ավելի ընդունակ են, բայց մեր հայերը ալարկոտ են ու բավարարվող են։ Մենք այսքան ունենք լավ տեխնիկա, ունենք հիլի հաստատ չեմ սովորի խոսքի օրինակի տենց, բայց չինացիները բավարարվող չեն։ Իրանք չեմ ասի ագահ են, բայց իրանք ինչքան տեղ տեսնում են, հեռատես են, ինչքան տեղ տեսնում են, այնքան sense համառորեն կգնան աշխատասիրությամբ կգնան, բայց որ ասեմ ավելի խելացի են կամ ճուղեն, ես չեմ կարող իրանց խելքերը չափեմ, ես ուղղակի կասեմ աշխատասեր եւ ընդունակ։ Գուցե մեր հայերին մի բանը հեշտ է տրվում գիտելիքի առումով, իրանք ընդունակ են, բայց իրանք չեն գնահատում դա ու չեն աշխատասեր չեն, որ sense այդ ամեն ինչը լավ օգտագործեն, իսկ չինացիներին գուցե մի քիչ դժվար է տրվում, բայց իրանք փորձում են, իրանք աշխատում են, նույնը, հա, ջանք են թափում, նույնը դա վերաբերվի ինձ ու Քայցենին, ես կարամ ուղիղ համեմատական տանեմ, Քայցենին կարող է մի բան դժվար տրվի, ինձ շատ հեշտ տրվի, բայց ինքը այնքան աշխատասեր է, որ ավելի շատ բանի կհասնի, քան ես։ Մեկ-մեկ Քայցենը ինձ ասում է, եթե ես քո նման 5 լեզվի տիրապետ էի, ասում է, ես այսօր թռած կլինես, այս աշխարհով մեկ ման կգա, իսկ ես ոչ մի մասնակ նստած։ Եվ վերջին հարցը, այո, եթե հիմա մի հայ աղջիկ մտածի նույն ճանապարհով գնալ, ինչ խորհուրդ կտաս նրան։ Խորհուրդ կտամ զգուշ լինի։ Պարտադիր, որովհետև դա չի նշանակում, երբ որ ես այսպեսի լավ բախտի եմ արժանացել, ուրեմն դա բոլորի հետ կլինի, չեմ ասի թող բոլորի հետ օրինակին հետևեն ու գնան Չինաստան ամուսնան, որտեղ դա այդպես չի։ Մարդ պետք է ամուսնանա նրա հետ, ում սիրում է։ Այստեղ կապ չունի ազգությունը, դա լինի չինացի, լինի հայ, լինի, չգիտեմ, հա, լինի ռուս, ես ուզում եմ, որ բոլորը ամուսնանան իրենց սիրելի մարդու հետ, ում որ իրանք վստահում են, ում որ հարգում են, ում որ սիրում են եւ նույնը փոխադարձա։ Այդ խորհուրդը կտամ։ Համեն ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հետևորդներին, որ այսքան հետաքրքրված են իմ կյանքով կամ իմ առօրյայով։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Եթե ալիքը հետաքրքրում է, կարող եք բաժանորդագրվել եւ հավանել տեսանյութը։ Կտեսնվենք հաջորդ վիդեոյում։